Իսկ ընտանիքի անդամները ռիսկի խմբում են, եթե ընտանիքում մեկը հեպատիտով հիվանդ է։ Կա այսպես կոչված կենցաղարյունային ճանապարհը փոխանցման, բոլորս էլ տանը կարող ենք ինչ-որ փոքր կտրվածքներ ունենալ, ասենք կենցաղային, եւ արունը ինչ-որ մեկի ընտանիքի անդամներից մեկի արունը, եթե օրինակ հայտնվեց ինչ-որ մի գործիքի, օրինակ, եթե մկրատի վրա, որով եղունգներն եք դուք կտրում, մնաց արուն, որը նույնիսկ էլի աչքով տեսանելի չէ, եւ այդ մկրատը մնաց, ասենք, 1 մինչեւ 2 օր, այդ չորացած արյան մեջ նույնիսկ վիրուսը պահպանում է իր կենսունակությունը եւ կարող է հաջորդ մարդով այդ նույն մկրատից օգտվել, վարակվել։ Այդ պատճառով, եթե կա վարակված մարդ, տանը խորհուրդ է տրվում, եթե արյուն է նախ առանձնացնել արյան հետ շփվող բոլոր այս կենցաղային իրերը, մկրատ, իհարկե ատամի խոզանակ եւ այլն ածելի, եւ եթե ինչ-որ վերք է լինում արյուն է թափվում ինչ-որ մակերեսին, սեղանին կամ ինչ-որ տեղ, այն պետք է ախտահանել քլորային այդ մաքրող միջոցների լուծույթով եւ ոչ թե սպիրտով։